Իհարկե մեր պապերի ու հայ ժողովրդի 100,000-ավոր զավակների արյունով վաստակած ընդհանրապես համաշխարհային պատմության համար ամենակարևոր նշանակություն ունեցող հաղթանակը պետք է արժևորենք եւ նաեւ մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի հաղթանակի զգացողությունը, հայ անունը եւ հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն։ Պարոն Կարապետյան, ըստ էության այսօր եռատոնի մասին ոչ ոք չի խոսում, պետական պաշտոնյաների ուղերձում հիշատակում չկա դրա մասին, ինչ կասեք եւ արդյոք դուք եւս հաշտեք, որ մենք այսօր չունենք եռատոն եւ Շուշի ազատագրման օր, բանակի ստեղծման օր չի հիշատակվում արդեն։ Տեսեք, սա կարևոր մեր ազգի համար նշանակություն ունի նաև նրանով, որ դժվարությամբ, անգամ երբեմն հույսի ամենավերջին կաթիլը պահելով հասել ենք հաղթանակի, հաղթել ենք ֆաշիզմը, ամբողջ աշխարհի վրա մեծ վտանգ եւ ձեռք ենք բերել նաև ինքնիշխան մեր երկրում ապրելու, մեր հայրենիքում ապրելու իրավունք։ Այդ իսկ պատճառով, եթե լավ աշխատենք, եթե ճիշտ զարգացնենք մեր երկիրը, մենք կունենանք հաղթանակ։ Այսօր ուզում են հայ եւ հաղթանակը բառը իրար հետ, իրարից հեռացնել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։